Հայաստանի բոլոր քաղաքների և գյուղերի յուրաքանչյուր վաճառակետերում հայ սպառողին ապահովել միայն թարմ և անարած սննդամթերքով։ Արդեն 10 տարի այս կարգախոսը որդեգրած Արզնի տոհմային ընկերությունը շարունակում է իր սպառողին մատուցել միայն որակյալ արտադրանք, բացառապես պատրաստված տեղական հումքից։ Արզնի տոհմային տնտեսության տնօրեն Մարատ Ջանվելյանի խոսքով, այս տարիների ընթացքում իրենք նպատակ են ունեցել զարգացնել տեղական արտադրության շուկան, խթան հանդիսանալով Հայաստանում թռչնաբուծության և անասնապահության զարգացմանը։ Նրա համոզմամբ այսօր հայրենական արտադրությամբ զբաղվողները լուրջ մրցակցության խնդրի առջև են կանգնած։ Մասնավորապես թռչնաբուծության զարգացման համար մեծ խոչընդոտներ են ստեղծում հատկապես դրսից ներմուծված հավկիթների ծավալները։ Հայաստանյան տնտեսվարողներն արդեն տևական ժամանակ է աշխատում են վնասով, քանի որ արտադրանքն իրականացվում է ինքնարժեքից ցածր, ասում է Արզնի տոհմային տնտեսության տնօրեն Մարատ Ջանվելյանը։ Ձևի արժեքը հիմա Ուկրաինայում, Ռուսաստանում ավելի թանկ է, քան մեր մոտ։ Երբ նորից կրկնում եմ, կերն է հիմնական ինքնարժեք ստեղծողը, և կերը մեր մոտ կրկնակի թանկ է։ Թռչնաբուծությունը, անասնապահությունը ռիսկային բիզնես է։ Հենց չի, որ ասենք քաշի ռիչակը կանգնեցնես, ասես այսօր չի վաճառում կամ այսօր էժան է, թող գործարանս կանի։ Երբ լավ կլինի, կաշխատացնեմ, վնաս չեմ կա։ Սա վсё, հավերժական շարժիչի նման բան է։ Խոդ ես տվել է թավը միշտ էլ կա, այդ ցիկլերը միշտ էլ գնում են։ Նրա խոսքով, եթե տեղական արտադրության ձվի կամ կաթնամթերքի գինը որոշակի չափով աճի, դա տնտեսվարողին հնարավորություն կտա ավելացնել անասնագլխաքանակ և ապահովել շուկայի ողջ պահանջարկը։ Արզնի թռչնաբուծական ֆաբրիկան երկար տարիներ է ինչ իրականացնում է բազմաճյուղ արտադրություն, այն զբաղվում է հիմնականում կաթի, ձվի, խոզի և տավարի արտադրությամբ։ Թռչնարտադրության մեջ հիմնականում բուծվում են գերմանական լոման տեսակի թռչուններ, որոնք հիմնականում ներմուծվում են Ռուսաստանից և Ուկրաինայից։ Ծագումը գերմանական է, շատ բարձր մթերատու թռչուն է։ Հիմա ներկա վիճակում տվյալ թռչնանոցը 29 շաբաթական հավա և տալիս է 95.5% ձու։ Միացնեմ հենց հիմա, եթե կերակրումը ավտոմատացված է։ Ամեն հավ ստասակ իր ռեցեպտն է կազմվում, իր բաղադրատոմսը ու կերակրում ենք, ջուրը ավտոմատ է։ Ձուն այս շենքում հավաքում ենք ձեռքով, բայց մյուս շենքերում նայեք ավտոմատացված է, վենգերական սարքավորում է, սովետական։ Արզնի տոհմային տնտեսության մյուս զարգացած ճյուղն անասնապահությունն է։ Ընկերության տնօրենի խոսքով իրենք արդեն ունեն ավելի քան 3000 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից ստանում են ավելի քան 15 անուն կաթնամթերքի տեսականի։ Մարատ Ջանվելյանի խոսքով ընկերությունն առաջիկայում նախատեսում է ստանալ խառնացեղ տավարի տեսակներ և ներմուծել այն Վրաստան։